Այսօր ես լցրել եմ իմ ստուդիան 30 միլիոն փաթեթավորման սպունգերով, որպեսզի կրկին մանկությանս երազանքներից մեկն իրականություն դարձնեմ։ Երբ ստուդիաս ամբողջովին պատրաստ լինի, հրավիրելու եմ իմ ամենափոքրիկ հետևորդին։ 1, 2, 3, Ռաֆա։ Եվ ընտանիքիս անդամներին։ Ուտելուչը չէ, я так думаю։ Անելու ենք տարբեր չելենջներ եւ խաղալու ենք տարբեր խաղեր։ Այս ինչ դժվար է։ Չիկան, արա չիկան։ Կայիր ձեռիս։ Բայց ամենաառաջինը մեզ պետք է գտնել 30 միլիոն փաթեթավորման սպունգ։ Լոս Անջելեսի բոլոր խանութները զանգահարելուց հետո վերջապես գտա 2 խանութ, որոնք ունեին այդ ահռելի քանակությունը։ $3500։ Հա, ուզում եմ, մենակ խնդրում եմ հնարավորինս շտապ։ Հավատաս ոնց որ չգա, փաթեթավորման սպունգերն արդեն այստեղ ու միասին հենց հիմա կդատարկենք։ 3, 2, 1։ Այս անգամ այս մի մեքենան չի, 2 մեքենա է։ Սկսում ենք դատարկել։ Անցած 20 տոպրակի փոխարեն այս անգամ 50 տոպրակ եմ պատվիրել։ Գնացինք։ Պարկերը մինչև ստուդիայում դատարկելը ամբողջը սկզբում դրան դիմաց կդնենք։ Երդվում եմ ես, գիժ եմ ու հանուն YouTube-յան վիդեոների պատրաստ եմ ուղակի ամեն ինչի։ Խնդրում ստեղ նայեք, դատարկում են, ուղակի չի ավարտվում։ Երկրորդ մեքենան նույնպես հասավ։ Շաբաթօրվա վիդեոն լեգենդար է լինելու։ Գնա հետևիր Instagram-իս։ Հավատես չի գալիս, վերջին տոպրակն է, գնացինք։ Եկավ այս ամեն ինչը ստուդիա տեղափոխելու ժամանակը։ Ահա եւ վերջ 50 պարկը գտնվում է ստուդիայի առջև, ժամանակն է որ այս ամեն ինչը դատարկենք ստուդիայում։ Գնացինք։ Ստուդիան այս վիճակով լավ իշ է, քիչ հետո էլ էս տեսքը չի ունենալու։ Ինձ թվում է ամբողջ տարածքը մինիմումը մինչև այստեղ ծածկված է լինելու։ Անցանք գործի։ Վերջապես սկսում ենք առաջին պարկից։ Օրո։ Չգիտեմ լավ բան եմ անում թե չէ, բայց ես արդեն մտածում եմ թե ոնց եմ այսքանը հավաքելու։ Դե ինչ, ես արդեն պատրաստ եմ։ 3, 2, 1 Օրո։ Հավատս չի գալի, որ ես հիմա սա անում եմ։ Ախր շատ տարբեր է, այս վիդեոյի առաջին մասում դատարկ սենյակ է ուղակի լցնում, իսկ հիմա հերթը հասել է ստուդիայից ու վերջում չգիտեմ ոնց եմ այս ամեն ինչը հավաքելու։ Հերթը երկրորդ տոպրակինն է։ Հերթը երրորդ տոպրակինն է, գնացինք։ Էսա ձիվանը սաղ փչանալու է այս սպիտակ բաներից։ Ես ինչ շատ է, ասված իմ հելը 6 տոպրակ ենք ընդամենը լսե ու խնդրում եմ ստեղ նայեք։ Այս ինչ հոգրեն սիշ գործ է, բայց ահա որ հավես է մեկը։ Դեր ընդամենը 8 տոպրակ է ստեղ պատկերացնում եք։ Մի քիչ հոգնած եմ էլի ես պարկի եմ։ Օֆիցիալ համարում եմ խրախճանքները սկսված։ Հագենք Ռաֆոին մի հատ։ Դե հիմա գտեք Ռաֆոին։ Հավատաս չի գալիս, որ դեռ այսքան տոպրակ կա։ Այսօր չենք բրծնելու։ Լցրա։ Օրո։ Դե չեմ ուզում տեղիցս վեր կենամ։ Հրաշք, ուղակի հրաշք։ Ու դեռ 30-ից ավել տոպրակ պետք է լցնենք։ Արդեն դուռը բացվելուց սաղ դուրս է թափվում, դրա համար հնարավորինս պետք է կոկիկ անենք այս ամեն ինչը, որ դրսում սրանք չհայտնվի։ Ծաները օրո։ Հələ նոր ենք սկսել վիդեոն, բայց ես անկեղծ արդեն հոգնել եմ։ Այս մեկը առաջարկում լցնենք բազմոցի վրա։ Արա, դզես։ Օրա լավ ես ինչ հա։ Հիմա ես եմ լցնում քո վրա։ Չանես էլ նման բան։ Հələ հելի Ռաֆո, ուր է հուդիդ։ Տանն եմ մոռացել։ Այսինքն տանն ես մոռացել հուդիդ։ Գլուխս տանը մոռանայի։ Այո, գլուխը տանը մոռանայր, իմ հավատաքեզ նարնջագույն հուդին, որը կարող են ձեռք բերել բոլոր զանգագրատներից, չմոռանայր տանը։ Շոկ է։ Ոչինչ, հիմա կբերեմ կհակնես։ Էս էլ Ռաֆոյի հուդին, հանի դա։ Չեմ ուզում։ Հակել, հլա, Վարկյան առ վարկյան ստուդիան ուղակի անճանաչելի է դառնում։ Գնում եմ մյուս տոպրակների հետևից։ Հետո ով է հավաքելու այսքանը։ Ես ու դու։ Դու ու Ես։
Բկա գիտես նկարում ենք վերջում պետք է մենակով հավաքենք։ Ես ու դու ենք հավաքելու։ Բկա գիտես տրուկ եմ։ Ստրուկ չէ, ստրուկ ենք մեր սիրելի հետևորդներին։ Այո, այս ամեն ինչը հանուն ձեզ ենք անում, որ դուք վայելեք այս վիդեոները։ Հեսա սաղ բերելու եմ այտենց գցեմ վրետ։ Լավ քո համար պարկած ես էլ, ես աշխատում եմ։ Չի վերջանում ուղակի տոպրակները, չի վերջանում։ Դեռ 11 հատ էլ կա դրսում։ Ահա եւ վերջ սաղ տոպրակները արդեն գտնվում է ստուդիայում։ Եկեք հերթով սկսենք բացել։ Ունեմ մի հետևորդ, ով էսպայն ստուդիայի առջևը ու չգիտի թե ինչա ներսում կատարվում։ Եկեք գնանք դիմավորելու ու տեսնենք ռեակցիան։ Կընտրում ստեղն է երազանք, հա։ Հավատում ես աշկերիդ։ Ես ինչքան է սրանցից։ 30 միլիոն հատ։ 50 հատ այսպես տոպրակ աստե իմը։ Դավայ, պարկի էլ։ Լավ էր։ Հա։ Էդոն հասել է ու հիմա ես գնում եմ դիմավորելու։ Ես պատկերացնում եմ Էդոյի ռեակցիան ինչա լինելու։ Թող գա մի քիչ օգնի, հա, մեզ հələ խնդրում ստեղ նայեք։ Այսքանը բացել է դեռ պետք։ Ստեղ է Էդոն։ Վաու։ Օրա ის ինչ շատ է։ Չափից դուս է, չէ՞։ Հələ արի։ Օրա գիրեք։ Հələ խնդրում եմ ստեղ նայ։ Չեմ հավատում։ Վաու։ Մարկ ես քեզ ասացի հել։ Պարկի։ Հələ անկեղծ ասա, ոնց որ երազանքների աշխարհում, չէ՞, հայտնված լինես։ Հիմա ստեղ նայ, երազանքների ջրվեժն է, այսին այ։ Վերջին 3 տոպրակներն է մնացել, որը հիմա Ռաֆոն լցնում է։ Նախա վերջին տոպրակն է, գնացինք։ Էդոյի վրա։ Վերջապես վերջին տոպրակն է։ 3, 2, 1։ Առաջի անգամ նորմալ պարկեցի։ Արա ինչ ես անում, խեղդվեցի։ Այժմ իմ տարիքով ամենափոքր հետևորդն է գալու Նաոմին, ով է հիշում Նաոմին։ Իր այդ մի քանի դրիլ եմ նկարելու գցել շորտ, հիմա ինքն է գալու ու տեսնենք Նաոմիի ռեակցիան ինչ է լինելու, որ մտի ներս ու տեսի ստուդիան այս վիճակի է հասել։ Հասնում է։ Նաոմի։ Էս ինչ է, հələ արի։ Վայ, Նաոմի, ես ինչ է։ Հələ արի մոտս, արի։ Այ։ Հավես, հա։ Նայ, 3, 2, 1։ Հավես, հա Նաոմի։ Կամոդ մի վարկյան։ Ես կարում եմ գլխարկնեմ։ Հելմա թոզ կաշեմ էլի։ Վող, թզեց։ Nice. Նաոմի մայրիկն է թխել։ Համովա։ Բոմբա։ Լուրջ։ Ընտիր։ Պատվերների համար զանգը հարեք։ Համարը ներքևում կթողեք։ Նոմի դե դերետ։ Նաոմի ինձ նայ։ Մի լացի։ Հիմա երեքով կբարձրանանք վերև, կթռնենք հերթով ներքև ու վերջում Նաոմին կգնահատի թե ով է հաղթողը։ Ով լավ թռնի ինքը հաղթում է։ Առաջինը։ Ռաֆոն։ 1, 2, 3։ Լավ թռավ, լավ էր, հաջորդ ով է թռնում։ Էդոն։ 1, 2, 3։ Կարո։ Գնացինք, ես եմ, պատրաստ ես։ 3, 2, 1։ Տվեցի ջարդեցի արմունկս։ Ով այս մրցույթի հաղթողը, ասում ես հիմա։ Ով հա։ Ռաֆոն։ Ռաֆոն հաղթեց։ Ուրա։ Բայց օրինակ ինչի Ռաֆոն հաղթեց։ Լավ էր անում։ Ինչն էր լավան։ Ին լավ էր անում։ Թռնոցի։ Երկրորդ տեղով է։ Օրա ուշքը գնացել է Նաոմի։ Ստեղի ես շոքին չէներգետիկը փրկում է։ Մոխիտոյի համը իմ ամենաֆավորիտն է։ Նաոմի, հիմա դու ընտրում ես մեզանից մեկին, այդ մեկը պաղկվում է այս պունգերի մեջ ու դու գտնում ես այդ մեկին, ով է պաղկվում, ասա։ Ոչ մեկ։ Ոնց ոչ մեկ։ Ես պաղկվեմ։ Հոգնեց։ Էդոն։ Ես կպաղկվեմ։ Всё, Նաոմին է պաղկվում։ Քիթիզ
թիթիզավարի եմ։ Դու միշտ ես թիթիզավարի, միշտ։ Նաոմի մամայի ամուսնության ոսկուց մատանին ընկելա հաթեթավորման սպունգերի մեջ։ Շնորհավորում եմ բոլորիս տղաներ, շնորհավորում եմ, հիմա պետք է ընկնենք ու ման գանք։ Ով գտնի մատանիս իր համար կարտոշկի ժարիտ եմ սարքում։ Ես եմ սիրում կարտոշկի ժարիտ։ Այ մատնա սարքած կարտոշկի ժարիտ ինչ պետք է անի։ Անհնար է, ուղղակի ես սրա միջից գտնելը։ Արդեն 20 րոպե է ման ենք գալիս։ Չէ, ապարդյունը։ Թվում է, որ մենք խապում ենք իրար, դորակում է բայց սիրտը կիտիդը, ու մնում է բայց քոքիդը։ Այդ ոնց է այդքանը սովոր է օրինակ։ Ինչի մասին է այդ երգը։ Ռաֆոն ճիշտ հարց է տալ, ինչի մասին է այդ երգը։ Նա հիմա մենք խափում ենք իրար։ Ես էլ եմ խափում, դու էլ ես խափում։ Ընդամենը 120,000 հոգի է մնացել, որպեսզի YouTube-ը մեզ ուղարկի այս կոճակի ոսկե գույնը։ Այս տարի մենք միասին պետք է դառնանք առաջին հայկական բլոգինգ յալիքը, որ կհատենք 1 միլիոն բաժանորդի սահմանը։ Պատկերացնում եք իմ վիդեոները նայողների 60%-ը չի սեղմել այդ նշանի վրա։ Եթե հենց հիմա բոլորը սեղմեին, մենք ընդամենը 1 օրում կարող էինք հասնել 1 միլիոնին։ Այնպես որ ես հրաշքների հավատում եմ բաժանորդագրի յալիքին, իսկ մենք շարունակում ենք։ Վերջապես եկավ վիդեոյի իմ ամենասիրելի հատվածը։ Խաղում ենք ավանդական պաղկվոցի, տեսնենք այս անգամ իրար գտնելը հեշտ ալինելու սրանց միջից, թե ոչ։ Ուրեմն ամենաառաջինը ես դուրս կգամ ստուդիայից, ուղիղ 1 րոպե ժամանակ ունենաք պաղկվելու այս փեքինգ ֆինալների մեջ, այնուհետև 1 րոպե անց ես կմտնեմ ներս եւ կփորձեմ գտնել ձեզ։ Դե ինչ, ես գնացի ստուդիայից դուրս։ Ձեզ բարի ժամ անց հեշտ կպաղկվեք, որ կարողանամ գտնեմ։ Մի րոպեն գնաց։ Հերու գնա դռնից որ չլսես։ Զուգարան չմտնեք։ Տեսնես հեշտ է լինելու գտնելը թե չէ։ Նախորդ անգամ որ սենյակը լցրել էինք, սրապես շատ չէր փաթեթավորման սպունգեր ու սենց մեծ չէր տարածքը։ Ինձ թվում է այս անգամ ինձ բավականին բարդ է լինելու տղաներին գտնելը։ Արա ձեն չի գալի է։ Ընդհանրապես ձեն չկա։ Հերու գնա դռնից։ Արա։ 9 վայրկյան է մնացել։ Ժամանակը պրծավ։ Չեք պրծել պաղկվելը։ Հերու գնա դռնից, վայ։ Վայ, հերո եմ գնում, լավ։ Մի րոպեն վաղուց ավարտվել է ու դեռ չեն հասցրել պաղկվել։ Ինչ արած, մի քիչ էլ ենք սպասում։ FBI, open up! Կամ Սա ինչ կա։ Ինձ թվում է արդեն պատրաստ են։ Օժո։ Որա ուր կլնեն։ Աստված իմ էս ինչ դժվար է լինելու ինձ։ Դե ինչ, 1 րոպես գնաց։ Արա ուր են։ Չեմ հավատում։ Էս ինչ դժվար է։ Արա ուր եք։ Չկան։ Արա չկան։ Մեկին գտել եմ, ստեղ գտել եմ մեկին։ Գտա։ Արա էս ինչ լավ տեղ էր պահկվել։ Ոտերը սեր տեսը։ Ոչ իման չէի տեսա, պրոստը մտածում ես սեղանի մոտ մեկը կլինի։ Հեսա սեղանի տակ էր։ 20 վայրկյան ժամանակ ունեմ, դու ինա պետք գտնեն շուտ։ Ուր ես արա։ Ճիշտ ես հուշում։ Հա։ Օրա չեմ հավատում։ Շունչդ կտրվեց։ Օրա սուտա։ Օրա չեմ հավատում, ես ոնց է մտել դարակի մեջ։ Ժամանակն է հենց նոր պրծավ։ Օր ոնց է ստե տեղավորվել։ Չեմ հավատում, ուղակի սուտ է։ Դու ձեռդ։ Օրա, ես հպորտ եմ, օրա ոնց է մտքովդ անցել։ Ադես դարակի չափը նայ։ Գիտեք ինչ փոքր դարակ է, ոնց է, էй դոնց է մտել ընդհանրապես։ Սիրան ասում։ Չի ասե, արա սխալ տեղեր ուշում, դուք ես պալի տարի հավայի բացիր դուռը։ Չի դիմանում։ Արա բայց լուրջ ապշած եմ, ահա որ ապշած եմ։ Ձենես լսե դրվան տակից։ Ընդհանրապես բան չեմ լսել։ Սեղանի տակից են լսել ես։ Չէ, պրոստը մտածում ես սեղանի տակ հաստատ մեկը կֆայ մեկ պաղկվեք։ Այժմ ուշադրություն։ Հիմա Ռաֆոն դուրս է գալիս եւ ես ու Էդոն պաղկվում ենք։ Գնացինք։ Ես բարի ժամանց գնացի ես։ Շատ ձեներ ճողում եք։ Ու պաղկվեմ, մտքից տեղ չի գալի, լուրջ եմ ասում։ Որոշել ես թե պաղկվի։ Հետո ֆրալյատենարի մտի նորմալ տեղ պաղկվի։ Դու գիտես։ Կարամ հիմա ես կարայի պես դաղալություն անեմ, սենց ականջս դնեմ դռանը, լսեմ, որ տեղից է ձենը գալի, որ գնամ պաղկվեմ, բայց չեմ անում, որտեվ խի անեմ։ Բայց կարամ անեմ, որտեվ խի չանեմ, որտեվ դաղալության հնարավորությունը տրված է, կարամ չանեմ, ինչի չանեմ։ Էй, սպասի, չենք պաղկվում, մտածում ենք։ Ասում ես սպասի։ Ուրեմն ես որոշել եմ պաղկվեմ։ Սիմոնի բարձի տակ։ Մտի։ Դուք տվեցին նշանակումը պատրաստ են։ Պատրաստ եք։ Հա։ Գնացինք։
Ոտս բռնեց։ Այսինքն ես չգիտեմ որ դուք ստեղ վախ։ Ոտս արա, մի անգամից գտա։ Գրեցի։ Ոտես լավ շենք պահել է դու։ Ես ոտը չեմ տեսել։ Ես եկել եմ մի անգամից այս բարձրս տեր դրած, այսինքն ես չգիտեմ որտե բարձր դրած չէր։ Դրա համար ոտը գտա, բայց ես նույնիսկ չհասցրեցի րոպե պահեմ։ Այսինքն ես հաղթեցի։ Հələ որ ամենաարագը հասցրեց Ռաֆոն գտնել, տեսնենք Էդոն ինչ կանի։ Էդ, քո երթն հիմա դու ես դուրս գալիս ու ես ու Ռաֆոն պահկվենք։ Գնա, հաջողություն։ Էդոն վստահ եմ ամենաշուստրին ա լինելու, ամենահեշտն ա գտնելու, դրա համար հնարավորինս բարդ տեղապետ գտնել ման գալու։ Ռաֆոն ահավոր հավես պահկվելու տեղա մտածել, գնամ Ռաֆոնին օգնելու։ Երկուսս իրար կողմ պահկվենք, չչոքի որ մեկից գտնի գնա ուրիշն անգամ։ Իրար հետ, դավայ։ Ռաֆոն, այ այստեղ ա։ Ես լինելու եմ, այ այստեղ։ Ժամանակը գնաց։ Մեկը բարձի տակ է հաստատ։ Չէ։ Ես հելա որ դու ինչ գտնես։ Դու գիտես ես դեմ։ Չէ։ Չէ, կատակ եմ անում, չէ, լուրջ չէ։ Կայի ձերիս։ Էշտես գթե Ռաֆոին։ Մտա ասի մեկը բարձի տակ է։ Ու հելավ ինքը հաստատ փոտով դաստակիս ես կայանը մխկտում ա պրոստը։ Որտեւ այսինց երկու ախվել քայլում։ Մինչ կշարունակենք ձեր գրած մեկնաբանություններից եմ ցանկանում ընթերցել։ Կարո ջան կգնաք լքված վայրերը։ Ես շատ եմ սիրում այդ լքված վայրերի ֆորմատը։ Գնացեք։ Եթե դու ես ցանկանում որ էլի այցելեմ լքված վայրեր, ապա դիր քո կողմից լայք ու գրիր մեկնաբանություն այդ մասին։ Կարո դու հիշում ես, չէ, որ փետրվարին պետքա սունդուկը բացես։ Կարո հիշում ես անցած տարի փետրվարի 29-ին սունդուկ։ Ուզում եմ ասել, որ այո, հիշում եմ, ոնց կարամ մոռանամ ես տես բանը։ Ես սունդուկ եմ թաղել ու պետքա ուղիղ մի տարի հետո բացեմ այդ սունդուկը։ Ես հիշում եմ դրա մասին ու անպայման այդ վիդեոն լինելու է։ Եթե ցանկանում ես որ քո մեկնաբանությունն էլ ընթերցեմ վիդեոյում, ապա հենց հիմա ինչ որ բան գրիր մեկնաբանություններում։ Էդոն շատ հարգելի պատճառներով մեզ պետքա լքի։ Ես ու Ռաֆոն արդեն կշարունակենք նկարանելը։ Շնորհակալություն քո հետ։ Շատ հաճելի էր Էդուարդ։ Գործերիդ հաջողություն եմ մաղթում։ Միշտ երկինքդ կապույտ լինի։ Տարվա բոլոր եղանակները թող գարուն լինեն։ Միշտ գործերը ծաղկեն, բարգավաճեն, աճես դառնաս միլիարդատեր։ Փոխադարձ։ Քանի որ հիմա ոչ ոք չկա, միայնակ ենք ես ու Ռաֆոն, ժամանակն է ամբողջովին հավեսներս հանելու այս ամեն ինչից։ Հիմա դեռ շատ սիրելի Կարոն կբարձրանա խոհանոցի այս վերևը եւ վերևից կցածկի ներքև։ Գնացինք։ Օլո։ Աստված իմ էս ինչ բարձր է։ Դե ինչ, ես պատրաստ եմ։ Գնացինք 3, 2, 1։ Օյո։ Ես ես կանով չեմ սահմանափակվում։ Էլի շարունակում ենք։ Արա ես ինչ հավեսա։ Եվ Այո, ուզում եմ գիշերս տեղ քնեմ։ Շատ կայֆ առավ, շատ։ Հլնայեք Ռաֆոն ինչ ուրախ է։ Տարվա երկ մրցանակաբաշխության մրցանակն է ավելացել է Չեներգետիկի նոր բաբլ գամի ու մոխիտոյի պլաստիկ շշերը եւ ամենավերջում ավելացել է նարնջագույն փոքրիկ գիտար, որը հիմա ձեր համար կնվագեմ։ Այս պայն ինձ ձեռքերում գտնվում է տուփ, որի մեջ պահել եմ անակնկալ Ռաֆ, որը ես հենց հիմա թաքցնելու եմ։ Դու պետքա փորձես գտնել ու տեսնել թե ինչ է գտնվում տուփի մեջ։ Դու արդյոք պատրաստ ես, Ռաֆ։ Հասկացա։ Ռաֆոն պատրաստ է։ Մինչ Ռաֆոն դրսից կգա ներս, եկեք հասկանանք թե որտեղ ենք թաքցնում։ Ինձ թվում է այն անկյունում։ Գնացինք։ Թաքցնեմ հենց այստեղ Queen Mary տակ։ Այսինքն ծածկում ենք։ Կարծում եմ ուղակի իդեալական է։ Եկեք արդեն ներս կանչենք։ Ռաֆո, արի ներս։ Արի։ Մոտավոր պատկերացում ունես թե որտեղ ա լինելու։ Որտեղ։ Սրանց տակ։ Այս տեսախցիկը հանձնում եմ քեզ, անցի գործի։ Գոնե փող կա մեջը։ Փող։ Չգիտեմ, գնա մանարի կտեսնես։ Սառնես։ Ավելի սառեցի, Ռաֆ, շատ սառնես։ Ուր է տեսնե։ Չանում։ Նորմալ ման արի վայ։
Տեղա, սրա հետևն, հա։ Դե նայ, չգիտեմ։ Դա սիրուն դիշ, սիրուն։ Նայ։ Ա Տա։ Ու, տեսնես ինչ է։ Բացի կտնաս։ Ու, ինչ լավ բան է։ Մեկը դու ինձ, հələ մեկը դու։ Պատրաստես, Ռաֆ։ Մի արա։ Այ! Անհամես, էլի սպասե իրար հետ կանեինք։ 3, 2, 1։ Զեծ։ Օրա էս ինչ կայֆ էր։ Ժամանակն է տատիկիս ու պապիկիս կանչելու, ես պատկերացնում եմ ինչ ուժեղ է լինելու իրանց ռեակցիան։ Իրենք էլ չգիտեն թե ինչ է կատարվում ստուդիայում։ Տատ ջան, ոնց ես։ Բարև Կարո ջան, լավ, ոնց ես։ Լավ, Տատ ջան, ինչ եք անում։ Տուն չենք, հիմա գալիս ենք տուն, ուզում եք գայիր։ Չէ, ուզում եի դուք գայիք ստուդիա։ A few moments later. Ողջույն։ Բարի գալուստ իմ աշխարհ, եկեք։ Հա, մտեք, լողացեք։ Հիմա ինչ անենք, թռնենք։ Թռի, այո։ Ոնց է։ Շատ լավ։ Տատ, որա տատին, ուրա։ Վայ, էսա։ Լավ ես, Տատ ջան։ Շուտեր, բայց Ո՞տ է գալիս։ Բա կուկուրուզից է սարքած։ ուտելու չէ։ Չէ, բա անցած անգամ մոռացար դրեցիր բերան, ասեցի ուտելու չի։ Ահա, ճիշտ ես։ Այդ նույն բաներից է։ Այսինքն ո՞ր։ Չէ, մի քորից բան է։ Նայ, պապի սենց հելնում եմ վերև, ձիվանի վրա, եւ 3, 2, 1։ Ասիա փորձը։ Զգույշ, բամասի տու ձերը, տու։ Չէ, պետք չի ձեր չեմ անում։ Զգույշ, պապի։ Երկու։ Զգույշ, արմունդով։ Զգույշ, պապի։ Լավ, ա։ Շատ լավ է։ Պապասի օգնեմ, տամ նիվարկյան զգույշ տու։ Զգույշ, պապի վրա չթրնի։ Բոքսավատ է բանում։ 3, 2, 1, դավայ։ Զգույշ։ Հենց իմանանք բասեին այս։ Էսի կրոլ է, օպա։ Պապին իրան զգում է ինչպես բասեինում։ Պապի, Մաջան։ ինչ ես ուզում փոխանցես հետևորդներիս։ Մի երկու բառ։ Ճիշտ ասած, ես ուզում եմ ինչ փոխանցեմ։ Հետևորդները թող հետևեն քո վիդեոներին, Այո, որ շուտով հասնես 1 միլիոն բաժանորդ։ դզեց։ Լսեցիք պապի խոսքը, իր անունն են իմ վրա դրել, պապիս անունն էլ է Կարո։ Նայես որ Կարո պապի ասածը օրենք է, գնացեք հենց հիմա բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի շուտ հասնենք 1 միլիոն, ինչպես պապին Ինչ ասեց։ թվում է, այս տարի կհասնենք այդ տվին։ Ինձ էլ է թվում, ես վստահ եմ, որ այս տարի հասնելու ենք։ Мне так кажется, я так думаю։ Мне тоже так кажется։ Հուսով եմ վայելել ես վիդեոն սկզբից մինչև վերջ։ Մեզ մեկնաբանությունների բաժնում մաղթեք համբերություն այս ամեն ինչը հավաքելուց։ Ես լուրջ չգիտեմ ոնց ենք հավաքելու այս խառնաշփոթը։ Դե ինչ կհանդիպենք հաջորդ շաբաթ օրը։ Ցտեսություն։